նման հաճելի մթնոլորտ է, մեր համար մեծ պատիվ է ձեզ տեսնելը, ձեր այդ օրը կիսելը, շատ ավելի ուրախ կլինենք, եթե մնացած լեգենդների առողջությունը ավելի լավ լիներ, մարդիկ ողջ լինեին, մենք այն ծայրում նստենք, ուղղակի զարմացած երեխաների պես նայենք ձեզ եւ ուղղակի ուրախանայինք, որովհետեւ ձեր կողքը մենք մեզ անկախ մեր տարիքից երեխա ենք զգում։ Աշխատանքային, քաղաքական առումով կասեմ, որ տվյալ նախագիծը Մայր Հայաստանը նաև բերում է ճիշտ մշակույթ առայն, որ փողոցները պետք է անվանակոչվեն նաև լոկացիոն առումով իմաստ ունեն, այսինքն մինչ այս եղել են տարբեր առաջարկներ այլ անունների վերաբերյալ, օրինակ Աշոտ Ղուլյան, այդ ժամանակ էլ Մայր Հայաստան խմբակցությունը առաջարկեց, որ դա տրամաբանական կլինի, Եռաբլուրի մոտ օրինակ լինի, որովհետև պետք է կապ ունենա պատերազմի հերոսը լոկացիոն առումով ճիշտ տեղում պետք է լինի։ Հիմա այս դեպքում կրկին լեգենդար, կարծում եմ հայկական պատմության լավագույն ֆուտբոլիստը պետք է հենց լոկացիոն առումով կրկին գտնվի մարզադաշտի կողքը, որ այն մարդիկ, ովքեր գնում են օրինակ երեխաները, ովքեր որ սովետական ֆուտբոլիստ տեղյակ չեն, նոր գնում են ֆուտբոլ պարապելու, այդ փողոցով գնալու են, արդեն իմանալու են թե եսում փողոցն է, ու հենց այդպես մենք նոր սերունդը կդաստիարակենք այնպես, որ մեր անցյալը չմոռանանք։ Ցավոք սրտի այսօր ապրում ենք այնպիսի Հայաստանում, որ նման լեգենդների ներկայությունը որևէ ասելիք չի առաջացրել ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ, իրանք երևի ավելի կարևոր գործեր ունեն անելու։ Վստահ եմ, խնդիրը գալիս է նրանից, որ թե ֆուտբոլի թե մնացած բնագավառներում մենք այսօր չունենք մարդկանց իրանց տեղերում, կան անհամապատասխան պաշտոնյաներ իրենց կարևոր պաշտոններին, եւ նաեւ հաշվի առնելով պարոն Սիմոնյանի դերը եւ հարգանքը Ռուսաստանի Դաշնությունում, կարծում եմ, եթե նա ողջ լիներ, գուցե նրա մուտքը Հայաստան եւս փակեին։ Դրա համար վերադառնալով հաճելի մասին, մեզ համար շատ մեծ պատիվ է ձեզ տեսնել, ձեզ ճանաչել, ձեր մասին շատ ենք լսել, բայց երբեք չենք տեսել, պարոն Բաղդասարյան, ես որ ասեմ ֆուտբոլի խորը ֆանատ եմ չէ, բայց փուչու ժամանակվանից բոլորը ձեր ձայնը լսել ենք, կրկին շնորհակալություն, որ եկել եք, ձեզ քաջառողջություն ենք մաղթում, միշտ լավ եղեք, դուք մեր հպարտությունն եք, որևէ սերունդ, որևէ ազգ չի կարող բարգավաճել եւ զարգանել, եթե ուրանա իր անցյալը։ Մենք ուժեղ ենք մեր անցյալով, մենք պետք է մեր տարիքով մեծերի հեղինակությունը համարգենք, համ նույնիսկ գովազդենք, որպեսզի նոր սերունդները եւս ձեզ ճանաչեն։ Շնորհակալություն։